Աստծո յուրաքանչյուր գործ հրաշալի է։ Ամեն ինչ Աստված անում է մարդու կյանքում, զարմանալի եւ գեղեցիկ է։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Հրաշալի է ճանաչել Աստծուն եւ ծառայել նրան երիտասարդ տարիքից։ Հենց սա էլ տեղի ունեցավ մեր այսօրվա հյուրի կյանքում։ Այսօրվա մեր հաղորդման հյուրն է Հովիվ Արթուր Աբրահամյանը։ Հովիվ Արթուր, բարև ձեզ։ Բարև ձեզ, Հովիվ։ Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար մեր ծրագրին եւ վստահ եմ, որ ձեր հավատքի կյանքի պատմությունը փառք պիտի բերի Աստծուն եւ շինություն մեր հայրենակիցներին։ Ես շատ շնորհակալ եմ հրավերքի համար, այս հրաշալի նորության համար։ Այո, թող ամեն բան մեր կյանքում միայն Տիրոջ փառքի համար լինի։ Ամեն։ Առաջի հարցս ավանդական է, ինչպես սկսվեց ձեր հավատքի կյանքը։ Դե շատ եմ ինձ այդ հարցը տվել։ Ինչպես է սկսվել, որ պահից է ես իրոք փնտրել Աստծուն։ Եվ շատ հետաքրքիր էր, որ կդա ինձ այն պահում, երբ որ 1988 թվականին երկրաշարժի ժամանակ լինելով ամբողջովին աթեիստ, անգամ որ գնում էին եկեղեցին մտնում հասարակիցներս, իմաստ չէի տեսնում, ասում էի դրա մեջ իմաստ չկա, դրսում էի սպասում։ Բայց ի զարմանք ինձ հենց որ այդ երկրաշարժի օրը դպրոցում էի եւ դպրոցը փլվեց, մնացինք փլատակների տակ ընկերներով, ի զարմանք ինձ հենց որ ուշքի եկա, ես Աստված էի կանչում։ Եվ դա իմ մեծ հարց էր, ինչի համար։ Հետո հասկացա, որ ամեն մարդու հոգի, ամեն մարդու սիրտ, ամեն մարդու բնություն Աստծո կարիքն ունի։ Եվ նեղության մեջ ամեն մարդ Աստված է կանչում։ Այդ ժամանակվանից այդ հարցը ինձ հանգիստ չէր տալիս։ Արիտներ եղան հետո 92 թվականին ծանոթացա մի երիտասարդի հետ, որ փորձում էր ավետարաներ, հավաքեց մեզ ընկերների, հրավիրեց մի Դա Հայաստանում էր թե Մոսկվայում։ Հայաստանում։ Հիսուսի ֆիլմը ցույց տվեց, առաջարկեց աղոտ կանենք ապաշխարության։ Իրան հարգելով կրկնեցին, բայց ոչ մի բան կարծես չփոխվեց։ Կյանքը ոնց գնում էր, այդ նույն ձևեր շարժվում էր։ Բայց իրական հանդիպումը տեղի ունեցավ արդեն 98 թվին Մոսկվայում։ 98 թվի հունվարի 7-ին։ Լավ եմ հիշում այդ օրը, մենակ էի տան մեջ, այսպես տխրության մեջ, հիասթափության մեջ, եւ ուղղակի հերոստացույցի դեմ, ուղղակի թեշտում էի, տեսնեի ինչ կա հետաքրքիր, եւ Հիսուսի կինոն էին ցույց տալիս։ Կաբելային կանալով ցույց էին տալիս Հիսուսի կինոն, եւ այդ ֆիլմի վերջում հրավիրեցին ապաշխարության։ Եվ այդ ժամանակ ծնգեցի Տիրոջ առաջ։ Եվ այսպես մի անկեղծ խոսակցություն տեղ ունեցավ, որը սերդիս խորկուց էր։ Ես զգացի, որ այդ խոսքերը շուրթերիցս չէր, այլ սերդից էր։ Ուղղակի ասեցի, եթե դու իրականում կաս, խնդրում եմ օգնիր ինձ։ Եվ դրանից հետո զգացի շատ բան փոխվեց։ Մեծ պահանջ առաջացավ Աստվածաշունչ կարդալու։ Ու կարդում էի ու կարդում։ Շատ բան չէի հասկանում, բայց պահանջ ունեի, սկսեցի կարդալ։ Փառք Աստծուն, իրապես նաև օրը նշանավոր օր է, որտեղ Հիսուսի Սուրբ Ծնունդը կտոնվի, եւ այդ օրը Հիսուս նաև ծնվեց ձեր սրտի մեջ։ Այո։ Եվ այնինչ որ հիմա կլսենք, վկայում է այն մասին, որ վերածնունդ ապրեցիք, որտեղ վերածնված մարդն է ունենում արդեն այս սարավը դեպի Աստված, դեպի Աստվածաշունչ։ Ինչպես ընթացավ ձեր հոգևոր կյանքը եւ այս հրաշքից հետո ինչպես արձագանքեց ձեր ընտանիքը, երբ որ իմացավ, որ դուք հավատքի ճանապարհին եք կանգնել։ Ընթացքն շատ հետաքրքիր էր։ Կարդում էի տարբեր գրքեր ու հետաքրքիր էր, որ կարծես Տերն էր առաջնորդում։
որոշ գրախանութներ, որոշ տեղեր ու հadoop ուշադրությունս հենց քրքերի վրա էր, որտեղ Հիսուս էր գրած։ Այդ ծառավը կար եւ կարդում էի ու մարտ ամսին մետրոյում Մոսկվայում հանդիպում եմ իմ ընկերոջը, շատ մտերիմ ընկերոջը, որին երկար ժամանակ չէի տեսել։ Գործի առումով, տարածության առումով չէինք հանդիպել։ Ու ես նայում եմ ու տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ մարդ է։ Ինքն է, բայց բնությունն ուրիշ է։ Ժպտում է, ուրախ է եւ սկսեց իր վկայությունը, որ իմ կյանքը փոխվել է եւ հիմա քարոզ եմ լսում, փառաբանություն եմ լսում, ականջներին դրած էր այդ նամակները եւ դրանով լսում էր։ Ես տեսնում եմ ու զարմանում եմ, դες ոնց է մարդը փոխվել, լինելով շատ բարգացկոտ անձնավորություն, հիմա շփտում է, բարիությունը թափում է աչքերից եւ նա ասեց Հիսուսը փոխել է իմ կյանքը։ Հրավիրեց եկեղեցի, ճիշտ ասած մի քիչ անհանգստացա։ Գնացի զուտ նրա համար, որ տեսնեմ հանգարց սխալ տեղ չլինի, փորձում էի փրկել։ Բայց հենց որ մտա ես էլ մի հadoop ջերմություն զգացի, դրանից հետո նա ասեց մի քանի տեղ էլ տանիմ եկեղեցիներ, դու ընտրի, որտեղ ես ուզում, որտեղ քո հոգին ավելի հարազատ կզգա։ Եվ մի քանի եկեղեցիներ տարավ եւ ծառավը շատ մեծ էր։ Սկզբում գնում էի 3 եկեղեցի։ Շաբաթ կիրակի ազատ ունեի, 2 օրն էլ աշխատում էի, որտեղ պաշտամունքը այդտեղ լինեի։ Եվ հետո էլ Տերը ուղեց այն եկեղեցին, որտեղ որ արդեն հաստատվեցի եւ այնտեղում արդեն աճեցի։ Հիանալի վկայություն է Արտուր եղբայր, որ երիտասարդ ժամանակ ընդհանրապես հավատք չեք ունեցել առ Աստված, բայց հետո երկրաշարժի այս ժամանակ այդ պահին ծնվեց հավատքը ձեր սրտի մեջ եւ հետո էլ արդեն ավելի ուշ իրական ապաշխարություն տեղի ունեցավ, քանի որ երիտասարդ ժամանակ ապաշխարեցիք, մի քիչ կուզենայի մեր հերոստատողների հետ կիսվեիք, թե ինչպես է կարելի հաղթահարել երիտասարդական այդ դժվարություններին, ցանկություններին, որպես քրիստոնյա, ինչպես անցաք այդ փուլը։ Գիտեք, այդ հանդիպումը Տիրոջ հետ այնքան իրական էր եւ այնքան քաղցր, որ ես փապագում էի աշխատանքից հետո ֆազեի տուն, որ ուղղակի հաղորդակցվեի Տիրոջ հետ։ Փառաբանություն լսեի, կարդայի եւ դա մի միջոց էր, որ իմ սրտի կարծես այդ դադարգությունը լցվում էր եւ իմ սիրտը դրա կարիք ուներ, շատ մեծ կարիք ուներ եւ դա լցվում էր։ Եվ այն հարցին թե ինչպես ընտանիքը արձագանքեց, մի նամակ գրեցի ծնողներիս, ես այստեղ էի, ծնողներս Հայաստանում, փորձեցի բնութագրել, որ կարող եմ հիմա ասել այսպես. նախկինում կյանքս սև ու սպիտակ խավարի մեջ էր։ Քրիստոսին ճանաչելուց հետո որ նա եկավ իմ կյանքի մեջ, կյանքը իմաստ ստացավ եւ գույներով լցվեց, կյանքը շատ փոխվեց։ Եվ հետագայում, երբ որ հայրս եկավ Մոսկվա, էլ աշխատանքի բնույթով, գիտեք ինչ շատ էին վախեցնում, թե գիտնական մարդիկ, գիտության հետ կապ ունեցող մարդիկ շատ դժվար են ապաշխարում։ Երկար տարիներ դասավանդել եք գիտական, հետո աշխատանքներով զբաղվել, ինձ կարծում եմ շատ դժվար կլինի։ Նամանավան Սովետ միության տարիներին, երբ որ աթեիզմ էր, այո։ Ասեցի կուզես ապաշխարես, ասեց այո։ Ես զարմացա, ինչի։ Ասեց ես տեսնում եմ ինչպես է քո կյանքը փոխվել, ես քեզ ճանաչում եմ եւ ես ուզում եմ ապաշխարել։ Այն Աստված իրական է։ Եվ ինչպես հաղթահարել այդ ամենը, սիրել Տիրոջը ավելի քան ինչևէ, ինչ որ մի բան, ինչ որ ցանկություն։ Երբ որ ցանկությունները լեցված են նրա սիրով եւ սեր, արտերը ամեն բան հաղթահարում է նրա սերը։ Այո։ Ուրեմն եւ սկսեցիք հաճախել եկեղեցի, արդեն հարատևողական էր այդ բոլորը, այսինքն չեք պատկերացնում ձեր կյանքը առանց Տիրոջ, առանց եկեղեցի։ Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, քանի որ ինքս էլ եմ 16 տարեկանում ապաշխարել եւ իրապես այդ ծարավը պատանի երիտասարդի սրտի մեջ կարող է գալ միայն այդ դեպքում, որ այդ երիտասարդը իրապես վերածնված է։ Այո։ Եվ Փառք Աստծուն այդ հոգևոր ծնունդի համար, որ Տերը
ձեզ տվել է, ես էլ ավելի ուշ արդեն ծանոթանալով ձեզ հետ տեսնում եմ Քրիստոսի այդ լույսը ձեր մեջ, այն Քրիստոսի քաղցրությունը, սերը, որի համար փառքը Աստծուն միայն։ Այո, ամեն բարիք Տիրոջից։ Վստահ թե Հայաստանում, թե այստեղ աշխարհային ընկերներ ունեցած կլինեք, ինչպես իրենք արձագանքեցին, երբ որ իմացան, որ հավատքի եք եկել։ Տարբեր ձևեր։ Բայց հիմնականում հետարքի սկզբունք ունեի ապաշխարությունից հետո բոլոր ընկերներիս համար աղոթք ենք տնում, ծոմով աղոթք։ Եվ քանի որ այստեղի ընկերության մեջ ավելի հեշտ էր, մենակ չէի, մյուս ընկերս էլ, որը ինձ եկեղեցի տարավ, ապաշխարել է, ինքն էլ շատ կբաց Տիրոջ է, մենք միասին աղոթքներ էինք անում, մինչև հիմա էլ շատ ասուն նվիրված, ասուն սիրող անձնավորություն է։ Մենք երկուսով էինք, մեզ հեշտ էր։ Եվ մենք երկուսով մեր վկայությունն էինք բերում, երկուսով խոսում էինք եւ այն ընկերները, որոնց հետ այստեղ մենք ընկերություն էինք անում, մտերմություն ապաշխարեցին բոլորը։ Նույնն էլ Հայաստանում։ Ոչ բոլորը միանգամից ոմանք ծածուկ էին գալիս։ Ընդհանուր նստում էինք, լսում էին բոլորը, չէին արձագանքում, բայց հետո կարելի է կանք առանձին հանդիպենք, այս խնդիրն ունենք, այս կարիքն ունենք, սրա այս աղոթքի կարիքն ունենք, բայց շատերը ապաշխարել են։ Փառք Աստծուն։ Այս եւս հրաշալի վկայություն է, որովհետեւ որը վկայում է այն մասին, որ մարդը իրապես հանդիպում է ունեցել Քրիստոսի հետ, քանի որ իր մեջ կտեսնեն Քրիստոսին եւ իրանց էլ կձգի դեպի Քրիստոս։ Ցավոք սրտի բոլորի համար չի այդպես, բոլորին չի այդպես, բայց դուք իսկապես հանդիպել եք Աստծուն եւ այդ լույսը եւ այդ սերը այցելել է ձեզ։ Ես վստահ եմ, որ Աստված հենց այնպես ապաշխարություն չի տալի որևէ մեկին, այլ նախապատրաստում է ինչ-որ ծառայության, եւ մենք ընդհանրապես այս աշխարհ ենք եկել, Աստված մեզ այս աշխարհ է ուղարկել ինչ-որ հատուկ առաքելության համար, եւ մարդը օրհնյալ է, երբ որ Քրիստոսի առաքելությունն է կատարում իր կյանքի մեջ։ Երբ հասկացաք, որ Աստված ձեզ կանչում է հովվական ծառայության։ Խուսափել եմ հովվական ծառայությունից, անկեղծ ասած։ Եղել է ժամանական հատված, երբ որ փոխարինել եմ հովի եւ առնչվել եմ որոշ հանգամանքների, որոնք ինձ հագարակ բանել են։ Իմ երազանքն էր, որ նոր հովի վկայդ ամենը հանձնեմ ու այսպես կողքի կանգնեմ։ Ու այդ միտքը ինձ չի հրաբուրել։ Ոչ մի անգամ չեմ տեսել։ Հագարակը ասում է, ես կծառայեմ, ավելի շատ կաշխատեմ, կօգնեմ, բայց այդ տերում չեմ տեսնում։ Բայց հովվական ձեռնադրությունը, ուզությունը շատ հետաքրքիր տեղ ունեցավ։ Այստեղ Հովիվ Վարամ Օհանյանը կազմակերպել էր կոնֆերանս, որին մասնակցել էին բավականին հովիվներ Գերմանիայից, մի հատ եպիսկոպոս էր Գետիտեր Կնոսպե, հիշեցի անունը, այստեղից տեղից բավականին հովիվներ կային, կար նաև նրա աները, Սավեն եղբայրը, այդ կոնֆերանսին այնքան ասպես չլատված էի, հոգնած էի, որ վերջի օրը գնացի էլի իրան հարգելով, որ ուղղակի մասնակցեմ։ Եվ վերջում, երբ որ հրավիրում էին առաջ ծառայողների համար աղոթելու, սկզբից հովիվների, հետո ծառայողների, հրավիրեցին բոլոր ծառայողների համար աղոթելու։ Ստաց էի տալիճում, Հովիվ Վարամը նայեց, տեսավ, ես այնտեղ չկամ։ Եվ միկրոֆոնը ասում Արտուր, եթե դու տալիճում ես, խնդրում առաջ արի, որտեղ քո համար հատուկ խոսք կա։ Երբ որ մոտեցա առաջ, սկսեցին աղոթել, մի հատուկ ներկայություն էր։ Այդպիսի ներկայություն շատ քիչ եմ վերաբերել։ Այնպիսի տպավորություն է, որ ես լրիվ ուրիշ իրականության մեջ եմ եւ ուրիշ տեղ եմ։ Եվ արդեն ամեն բան այս երկրի վրա երկրորդական էր։ Եվ կարծես հերվից լսում եմ, որ ասում է Տերն ասում է, որ հիմա օձենք Արտուրին ու իր եղբորը Հովիվ եւ ծերնադրենք։ Եվ տեղի եպիսկոպոսները հաստատին այդ խոսքը
եւ այսեն եմ զգում, որ ձեռնադրում են, յուղոծում են վրա, ես ծնկների վրա եմ եւ այդ Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Ինչպես Տերը տարավ ձեզ հետո, ինչպես առաջնորդեց, այսինքն պատրաստի եկեղեցի, հովիվ եղաք, թե դուք հիմնեցիք եկեղեցի։ Եկեղեցուց մնացել էր մի խումբ ժողովուրդ, ցավոք խնդիր եղավ հովիվի հետ, եւ հովիվը թողեց ծառայությունը, հետագայում թողեց երկիրը, գնաց ուրիշ երկիր։ Եվ այդ խումբն էր որպես հիմք, բայց շատ փորձառու ծառայողների խորհուրդով ուղղակի հայտարարեցի, որ մենք հնին չենք նայում, այլ լրիվ նոր սկիզբ ենք դնում, եւ սա նոր եկեղեցի է, հնի հետ կապ չունեցող։ Եվ նոր հիմքի վրա եւ նոր ձևով սկսում ենք։ Հովական ծառայության մեջ Արտուր եղբայր, ինչն էր ձեզ համար հեշտ եւ ինչն էր դժվար մանավանդ այս կարևոր ծառայության մեջ։ Կային բաներ, որ դժվար էր ձեզ համար։ Ընդհանրապես մարդկանց հետ աշխատելը հեշտ բան չէ։ Այո, հեշտ է փոխանցելը, հեշտ է ինչ-որ պատկամներ պատրաստելը, փոխանցելը, այդ հարցում խնդիր դժվարություն չի եղել, որովհետև Տիրոջ շնորհքը միշտ եղել է, առաջնորդել է։ Դժվար է այն պահերը, երբ որ ասում ես, որ մարդիկ չեն կարող ընդունել կամ հագարակվում են։ Դժվար է, երբ որ տեսնում ես, որ մարդիկ Տիրոջ կամքին հագարակ են գնում։ Դժվար է, երբ որ տեսնում ես, որ այն ջանքերը, որ ծախում ես, պտուղներ չեն բերում։ Այդ ամենը դժվար է, ինչքան էլ հասկանալի լինի, դժվար են, երբ որ ինչ որ հանգամանքներով մարդկանց հետ բախումներ են տեղի ունենում։ Այդ ամենը իրականություն է, որով անցնում ենք։ Այո, դժվարություններ ես էլ որպես հովիվ կարող եմ հաստատել, շատ են լինում հովական ծառայության ընթացքում, բայց նաև օրհնություններ են լինում շատ։ Եվ եթե կարելի է մի քանի օրհնություններից վկայենք մեր սիրելիներին։ Դեք ամենամեծ այդ օրհնությունը, որ մենք արդեն այդ ծառայության մեջ Տիրոջ շնորհը զգում ենք մեր կյանքի մեջ։ Տիրոջ ներկայությունը զգում ենք, դա ամենակերագույնն է, որը կա։ Եվ բնական է, կան շատ լավ պտուղներ, երբ որ տեսնում ես մարդկանց կյանքերը փոխվում են, տեսնում ես մարդիկ ազատագրվում են, որ տեսնում ես մարդիկ գերբնական բժշկվում են, մարդկանց կյանքի մեջ հրաշք է տեղի ունենում, մարդիկ են ապաշխարում, դա այն հաճելի պահերն են, որոնք որ մարդու այսպես մեծ ուրախություն են բերում։ Եվ փառք Տիրոջը։ Փառք Աստծո։ Պահերի համար։ Իրապես ամենամեծ հրաշքը դա մարդկանց ապաշխարությունն է, Այո։ որովհետև մենք հասկանում ենք, որ հենց հիմա անմահ հոգին դժոխքից տեղափոխվեց դրախտ։ Այո։ Եվ անշուշտ հովական ծառայության մեջ, մեր ծառայությունների մեջ հրաշքներ են լինում, բժշկություններ, եթե ունեք այսպիսի վկայություններ, կխնդրեի կիսվեիք, բայց ամենամեծ հրաշքը դա հոգու փրկությունն է, անշուշտ։ Այո, այո։ Եթե ժամանակը թույլ Այո, տա, կարող եմ։ անշուշտ։ Այո, խնդրեմ։ Մի տարիներ առաջ մի դեպք պատահեց, որ անդամներից քույրերից մեկի աղջիկը ուղղակի բնակարանում վադանում է ու շատ հապ է լինում եւ ընկնում։ Եվ տանում են հիվանդանոց եւ շատ ահավոր այսպես որոշում են անում եւ հրճագում են, որ ես անգամ չէի լսել ուղեղի տուբերկուլոզ։ Այդ երիտասարդ աղջիկը կոմայի մեջ էր հայտնվել։ Բժիշկները արդեն վատ էին տրամադրում, ծնողին ասում են, որ հնարավորություն չկա, ելք չկա, բայց այստեղ մոր հավատքը շատ մեծ դեր խաղաց։ Մայր ասում էր, ես չեմ թողում։ Եվ ցանկարեց, ասեց, այս խնդիրը կա, հավաքեցինք ժողովրդին եկեղեցում եւ աղոթք էինք անում։ Եվ այդ աղոթքից հետո ծոմ աղոթք հայտարարեցինք։ Այդ աղոթքից հետո ցանկարեցին հիվանդանոց, ասում որ կոմայից դուրս է եկել։ Բժիշկ շարունակ ասում էր, նույնիսկ եթե կոմայից դուրս գա, ուղեղը վնասված է, ինքը արդեն լրիվ նորմալ մարդ չի լինի։ Բայց կար ժամանակում շատ արագ բժշկվեց, դուրս գրեցին եւ վերջում բժիշկը չդեր արդեն ինչ ախտորոշում տար։ Եվ վերջում մտածեց, նայում էր իր առաջ, ինչ է եղել, ինչ կա, չէր հավատում աչքերին, ասեց երևի սխալվել ենք ի սկզբը։
Այս Փառք Տիրոջը առողջ է, Փառք Տիրոջը լավ ընտանիք ունի, երեխաներ ունի, մինչև հիմա էլ խնդիր չունի առողջության։ Փառք Աստծուն։ Երկրորդ դեպքն էլ այո, էլի նույնպես երիտասարդ տղան կոմայի մեջ էր, ավտովթարից հետո բազմաթիվ կոդրվածքներին կոմայի մեջ նույնպես բժիշկներն ասում են, որ հույս չկա։ Փառք Տիրոջը շատ շատերն են աղոթել, նույնիսկ մի քանի եկեղեցիներ էյակ էին, բայ աղոթքի մեջ էին, բայց այստեղ էլ շատ կարևոր է, որ նրա ընտանիքը ամբողջովին երբ որ այցելեցինք նրանց ընտանիքը բոլորը ծնկեցին Տիրոջ առաջ, ապաշխարեցին եւ աղոթք էին անում միասին, որպեսզի Տերը այցելե։ Հիվանդանոցում անգամ որ աղոթում ենք, երիտասարդի համար բժիշկները ծիծաղում էին։ Ես ինչ են անում։ Բայց հրաշքով կոմայից դուրս եկավ եւ կար ժամանակ հետո ինձի վերականգնվեց, որ իր եղբոր հարսանեկին որ դուրս եկավ բարելու դալիճը լացում էր։ Ասում Փառքը եւ կատարվեց Աստծո խոսքը, անկարելին մարդու համար Աստծո համար կարելի է։ Եվ այն դեպքում, երբ որ մարդկանց համար փակողի է, Աստված գալիս է եւ ասում է ոչ։ Դա սկիզբն է այն գործի, որ անում եմ ես։ Փառք իրան դրա համար։ Արտուր եղբայր, քանի որ դուք երիտասարդ ժամանակ եք ապաշխարել եւ մենք մեր լսարանը նաեւ երիտասարդներից է բաղկացած, ձեր սրտի խոսքը երկու տեսակի երիտասարդի կուզենայի ուղեիք, առաջինը այն երիտասարդների, որոնք փնտրընտունքների մեջ են, փնտրում են այսօր Աստծուն, եւ այն երիտասարդներին, որոնք արդեն գտել են Հիսուսին, որպեսզի ուղղություն տակ, որպես հովիվ փորձառությամբ ձեր հոգեվոր կյանքի մեջ, թե ինչպես պիտի իրենց դրսևորեն, որպեսզի հավատարիմ մնան մինչև վերջ։ Ով որ փնտրդուկների մեջ է, ասեմ, երկար կարող եք փնտրեք, բայց մեկն է փրկությունը, Քրիստոսն։ Բոլոր ճանապարհները, եթե իրոք փնտրում են, կբերեն Տիրոջը։ Եվ ինչքան մարդ եմ հանդիպել, եւ անգամ ես նույնիսկ այդ երիտասարդ տարիքում, որ ապաշխարել եմ, փոշմանել է, թե ինչի ավելի շուտ չեմ հանդիպել Տիրոջը։ Կարևոր չէ որ տարիքում, ով էլ ապաշխարի, առաջի զղջանքը դա է, ինչու ավելի շուտ չեմ հանդիպել Տիրոջը։ Դրա համար ինչքան շուտ կբնեք Տիրոջը, այնքան ավելի լավ ձեր համար։ Ով փնտրտուկների մեջ է, ով Տիրոջ մեջ է, շարունակեք ձեր աղոթքի կյանքը եւ բոլորին քաջալերում եմ, որպեսզի ունենան Տիրոջ հետ անհատական հարաբերություն։ Տերը կենտանի է, Տերը հարություն է արել։ Եվ մարդ կարող է այդ քաղցրությունը, այդ կյանքը վերաբերել, եթե միայն ունի կենտանի հարաբերություն Տիրոջ հետ։ Սրտից սիրտ հաղորդակցություն եւ թույլ է տալիս, որ Տիրոջ խոսքը խոսի հետ։ Հաղորդակցությունն է Սուրբ Հոգու հետ, չի անարգում Աստծո հոգուն։ Եվ երբ որ այդ ամենը կա մարդու կյանքի մեջ, Տերն ասում է փնտրեք ու կգտնեք։ Նորը ավելի կբացվի։ Տիրոջ մեջ, երբ որ մարդիկ ասում են, որ ամեն բան գիտեմ, իմ համար մի քիչ անհասկանալի է, Տերը անվերջ է։ Հնարավոր չէ ամեն բան հասկանալ։ Ինչքան ճանաչում ենք, այդքան ավելի ենք սիրարվում Տիրոջը, այնքան ավելի ենք հասկանում, թե ինչքան քաղցր է։ Եվ Տերն ասում է՝ ճաշակեցեք եւ հասկանաք, թե ինչքան քաղցր է Տերը։ Աստված օրհնի, հովիվ Արտուր, ընդհանուր մեր ժողովրդին, մեր հայ ժողովրդին կխնդրեի, որպեսզի ձեր սրտի ուղերձը տայիք, ինչ կուզենայիք ասեք մեր լսարանին։ Կուզենայի կոչ անեի, որ մենք որ մեր ազգը շատ ենք բարձրանում, որ մենք առաջի քրիստոնյան ենք եւ իրոք բարձանքի բան է, բայց կարիք ունենք վերադառնալու մեր այդ առաջի սիրուն։ Կարիք ունենք վերադառնալու այն հարաբերությունները, որոնք ունեցել են մեր նախնիները։ Կարիք ունենք այդ կենտանի հավատքի մեջ քայլել։ Կարիք ունենք ընտանիքների մեջ վերադարձնելու աղոթքի սովորությունը։ Կարիք ունենք ընտանիքներում Աստծո խոսքը կարդանք եւ սովորեցնենք երեխաներին խոսքը պահելու։ Կարիք ունենք այդ ամենակարևոր սկզբունքները, որը Տերը թողել է վերադարձնելու մեր ընտանիքները, մեր երկիրը, մեր ժողովուրդը։ Եվ ամենակարևորը ուզում եմ կոչ անել, օրհնեք մեր երկիրը։ Հովիվ Արտուր, շատ շնորհակալ ենք ձեր հավատքի կյանքի պատմության համար։ Ես եմ շնորհակալ։ Իրապես շատ հետաքրքիր էր ամեն ինչ։
Տերը թող օրհնի ձեզ, ձեր ընտանիքը, ձեր եկեղեցին, ծառայությունները, Աստծո լիառատ օրհնությունն եմ ցանկանում ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Շնորհակալ եմ։ Նույնն էլ ցանկանում եմ, որ ձեր ընտանիքում, ձեր ծառայության բոլոր բնակավարներում հատուկ Տիրոջ շնորհ կլինի։ Ավելի լայնանա տարածքները եւ ավելի մեծ ազդեցություն ունենաք։ Շատ շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ամենք լսեցինք եւս մեկ հավատքի կյանքի պատմություն։ Դա Հովիվ Արտուր Աբրահամյանի կյանքի պատմությունն էր։ Սիրելի երիտասարդ, եթե այսօր կանգնած ես կյանքի խաչմերուկի վրա եւ մտածում ես, թե որ ճանապարհը ընտրես, ընտրիր Հիսուսին, որովհետեւ նա է միակ ճշմարիտ ճանապարհը, որը բերում է փրկության եւ Աստծո թագավորությունը։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու, կփրկվի քո հոգին, կփրկվի քո տունը։ Անտարբեր մի անց այս հարցի կողքով։ Աստվածաշունչը ասում է, որ մեր կյանքը գոլորշիի պես է, երևում է եւ անհայտանում է։ Մի մտածի, որ երիտասարդ ես եւ ամեն ինչ արժև է, որովհետեւ մենք չգիտենք, թե երբ են գալիս այս աշխարհ եւ չգիտենք, թե երբ են գնալու։ Աստված կամենում է, որպեսզի իր արժև կանգնես, որպես իր հոր արժև, այլ ոչ թե որպես դատավորի արժև։ Աստված սիրում է քեզ։ Քայլ արա դեպի Աստված, եւ դու միջև խորը ծերություն չես ափսոսի այդ կատարած ճիշտ որոշմանդ համար։ Ինչպես կատարել է դա մեր այսօրվա հաղորդման հերոսը։ Եվ մինչև այսօր եւ մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է լինելու այն ամենակարևոր անձնավորությանը Հիսուսին, որը իր կյանքին իմաստ տվեց, իր հոգուն փրկություն տվեց, իր սրտին ուրախություն եւ ցնծություն բերեց։ Նույնը Տերը կամենում է անել եւ քո կյանքի մեջ, միայն թե մոտեցիր խաչյալ եւ հարության Քրիստոսին, որովհետեւ միակ փրկության ճանապարհը ինքն է։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք, որ մինչև այս վայրկյանը մեզ հետ էիք։ Տերը թող օրհնի ձեզ իր օրհնություններով, մինչ նոր հանդիպում։